Բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ, եթերում բարի առավոտն է, որի շրջանակներում Պարլույս Հայաստան էջն է։ Ողջունում ենք բոլորիդ եւ իհարկե ուրախ ենք, որ առավոտը մեզ հետ եք, քանի որ Նուրի ամբողջ անձնակազմը ձեզ համար հաճելի եւ հնարավորինս ցանկալի մթնոլորտ է ապահովում ոչ միայն առավոտյան ժամերին, այլ նաեւ ամբողջ օրվա ընթացքում։ Իսկ օրվա այս հատվածում մենք կխոսենք արցախյան բարբառով եւ արցախցիների հետ, ովքեր կպատմեն ամեն մեկը իր գործի մասին, իր նոր կյանքի սկզբի մասին, թե ինչպես են փորձում ապրել եւ ամեն դեպքում ստեղծված իրավիճակում գտնեն լուսավոր ու պայծառ կետեր։ Այդ նպատակով տաղավարում Սոֆա Մելքումյանն է։ Սոֆա, դե բարբառով խոսելու քզնեք ու բարբառով զրույցնական, բայց գիտեք ավելի հիշտ բարբառով, թա գրական հայերեն է խոսելը։ Չէ, մեր բարբառով է Բարբառով։ Շատ լավ, դե նախ ուզում շնորհակալություն ասի մեր հրավերն ընդունելի հետի, մանավանդ վեր տարին սկսալ ենք նաև հենց քզանից լավ նորություններ սկնալա, վեր Սոֆան, մեր Ստեփանակերտա Սոֆան, ողջին կողմից ճինանչվեց Սոֆան, Սոֆին Ֆանֆան Ձուլպանը Երևան սկսալա գործանել։ Հենց տեղից սկսենք այդ ծաղիկների աշխարհից եւ ծաղկի սրահ Ֆանֆան Ձուլպանը եւ սորտու այդ ծաղկի գեղեցկությամբ հենս մեր տաղավարում։ Ես էլ եմ շնորհակալ, վեր կանչալակ, վեր հրավիրալակ, ապրիք շատ։ Մեր Ֆանֆան Ձուլպանը Ղարաբաղի տեղափոխալանք ստեղ, որ ասма նոր սրտով տեսնանք ստեղ ոնց ենք սկսում, թեկուզ Ղարաբաղում թողելավ մեր այդ մասնիկը, այդ մեր չիստիչկան։ Բեցվալանք հունվարի 18-ին։ Նախ մի հատ ուզում մինչև հունվարի 18-ը սեպտեմբերի 2023 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև 2025 թվականի հունվարի 17 դա մին տարուկես պատմությունն է։ Այդ մին տարուկեսը դու ոնցս անցկացրալ, ինչավս իլալ զբաղվելից, այս ոլորտում գործը սրալ թա չէ եւ ոնցս եկալ մին տարուկեսվա ընթացքում նրան վեր պիտի Ֆանֆան Ձուլպանը իր գործունեությունը Երևանում շարունակե։ Ուզում տեսնամ այդ պերիոդը ոնցս հաղթարալ լի դու։ Այդ պերիոդը շատ դիժերալ է, չեսնա, տարբեր ոլորտներում, տարբեր բնակավարերում փորձալում ինձ, բայց շոտիկի միջև այս վերջի մտածած այլ մասնագիտության մասին առհասարակ թե չէ։ Ընդհանրապես, բայց փորձալում այլ մասնագիտություններում փորձալ, մեյքափի ոլորտում փորձալ ինձ, դե էտելա ինեն, բայց հալան վեր իմ ծաղկիս անցկենանք վեր եկամ գործում արալ, միջև իմ խանութ պեցանելը Երևանում գործում արալ ծաղկի սրահում։ Իսկ երկար ես եկալ այդ մտքին վեր պետքա քու խանութը պեցանիս։ Չէ։ Դա ռիսկային ալա զուտ են պահավ, են պենավ վեր ստա Երևաննա, ստա Արցախը չի, վեր մինս մինին ճինանչում ենք, մինիստեր կապված, ռիսկային ալա մոծ ռիսկի, զրոյից իրոքից, ամեն հինչ զրոյից տիրալ ենք սկսալ ենք, մոծ ռիսկի իմ դիմալ, ու նաջես լուխլավան է։ Իհարկե լուխլավանն է, որովհետև դա հավատն է առաջին, ցանկացած գործում ատի, եթե ներքին վստահություն ու հավատ կա, անպայման դա իննական է, եւ հսնենք հունվարի 17-ին։ Հունցա տապեցվալ, քեզ մարդիկն էլ վեր քյոմե գեներալ աջակցալան, բենի հոգեբանական առումով լի վեր չէ Սոֆա պիտի սկսիս բա յանի հունց Ֆանֆան Ձուլպանը Երևանի մեջ։ Կակրազ էտա աշոտ խոսքդ ընդհատում վեր հուվեր գիդացալան մեր թեկուզ եշտեղ գործունելի սումիլալ դղ իմ կլիենտներազ Ղարաբաղի այդ իմ կլիենտներազ գալիս սմլե բայ պաստեղս գործ պախեցերը չկպեցան պախեստի ու իմ կրուգումս էլ վեր գիդացան պածախքի սրահում գործանում սա ստարանես է Սոֆա աբիդնի չի վեր քամս օրիշի հետի անումս բայց քու մագազինետ ինելավ Ղարաբաղ մինը չիլալի ասմա ստի ու հետո պեցվալ իրոքից վեր մտքս եկալատա վեր խե չէ վեր ես կարում ես այս ոլորտում 6 տարուց ավել ինելավ այդ գույների մեջ այդ ծաղիկների մեջ այդ գեղեցկության մեջ չէ իմս պեցանի Ինչա՞ տակ քեզ այդ ծաղիկները այդ գույները իմ ամեն մին դաժե այն պասմորնի օրս գունավորում իմ այն է վեր ամբողջ օրը մտկերավանք հալամ Արցախում նենք հալամ ամեն պահը գույներ ատամ, ամեն պահը երջանկացնում է։ Իրոքից մտ տեսականի ունենք շատ ծաղիկներ տարբեր տեղերից է, սկսած Կրասնոդարից, տեղի պարնիկներից, տեղի շուկայից եւ Հայաստանից եւ արտերկրից ներմուծվում է։ Այո, տեսականին էլ մծա միշտ թարմա։ Գիտում թատի։ Իսկ սովտու մենակս այդ գործում է, թա մենակա հսցնումս ամեն ինչ անիս։ Փորձում, պրոցես ստացվում է, փորձում, հա։ Ու ստացվել է։
Շատ լավ, իսկ իշտեղ է գտնվում խանութը։ Խանութը գտնվում է Խանջան 7-ում, ինքը ստացվում է հենց մանկավարժական համալսարանի կողքն է, կամ ստի ասած Լունա պարկի նապրոտիվ ճանապարհն է, Խանջան 7 հասցեում մեր Ֆանֆան Ձուլպանն է։ Ամեն դեպքում գիտում թե նաև սոցիալական հարթակներում է, եթե Ֆանֆան Ձուլպանը մանկյակ նախ ջրելու ենք, ուտուսնելու ենք Սոֆին գեղեցիկ գործերը, նաև տեսնելու ենք կյանք տիրվեց ծաղիկներ, այդտեղ վերտու փորձում ես ամեն ինչին կյանք եւ շունչ տաս։ Իրոքից ամեն ծաղիկ ամեն բուկետ հավաքելիս տարբեր մտածմունքներով տարբեր այդ երջանիկ այդ պեները տինում ես ու ինքը շատ տարբեր է ստացվում։ Նույն ծաղիկը, նույն բուկետը կարել չնորից ցվագիս։ Իսկ փորձալս օրինակ Ստեփանակերտի սրահը եւ Երևանի սրահին մեջ ինչ-որ ընդհանուր պեներ դինի մաքսիմալ նմանեցրած փորձալում նմանեցնիմ, թեկուզ սկսած այդ կահույքից, սկսած այն հիլիքը վերմզ իլալանդղ այդ ամեն ինչից փորձալում ստանամ, վեր ես դղավ не մտնում, я чувствую себя, վերասма как дома, իմ цветочность, իմ Ֆանֆան Ձուլպանս, իմ Արցախս, այդ ամեն ինչում։ Շատ լավ, փաստորեն դու գրեց հասկացեցի այդ ներդաշնակ տարածքը ստեղծի, այդտեղ դու ինայնս հենց այն ինչը որ դու կաս եւ տարիների ընթացքում ինքդ քեզանից ստեղծալս ու արդյունքում ստացալս, որովհետեւ մարդը անպայման հաջողություն է հասնում, երբ որ ներքին խաղաղություն ունի ինքը, ու շատ լավ է որ դու փորձում ես այդ ներքին խաղաղությունը գտնես հենց այդ սրահում, բայց մի հատ նախ մի քիչ էլ հետ քինանք հիմա մտովի հունցա դրալ որ դու սկսալս այս գործով զբաղվելը հենց Արցախում ու հիբիել էլ տա։ Իլալա տա 17 թվականին, ես երկար տարին է ապրալում Ռուսաստանի Դաշնությունում։ Դղից տեղափոխվելուց հետո էլի տարբեր ոլորտներում տեղափոխված միանգամից Ստեփանակերտ։ Միանգամից Ստեփանակերտ, հա։ Տեղափոխվելուց հետո էլի աշխատելով տարբեր ոլորտներում, все-таки այդ գունային գաման ալել ինձ պետք, իմ մեջ տա է իլել ու փորձալում եկալ Երևան սվերալ տակակ տարածքը իլել ամոսնդեղ ու քեցա մի անգամից պեցրալ ու գործը այնքան ալել այդ գործը իմս է իլել ես ինձ ճարալում դրան մեջ ու այն նրբությունն ինչը այն գունային գաման այն ինչ մեծ սիրով հվակվալ է այդ փնջերը ինքը մի անգամից վաճառվալ է ու արցախցիների կողմից շատ սիրված խանութ է ինքը դրալ որպես բրենդ է իլել ինքը ու մի քանի ամիս հետո երկրորդ խանութն ապեցվա նույնիսկ մասնաճյուղ ընկել դա դե ասում եմ որ 17 թվականին ավեր տեղափոխվալս Արցախ Ստեփանակերտ սով իսկ այս այդ հաջողությունները բնականաբար լեհենդի չի եկալ դու եկալս վերալս հսալս դժվարություններով այդքանից հետո վեր արդեն սկսվել է Արցախի համար ամենադժվար ժամանակահատվածը 2020 թվական եւ հետո դղից հետո քու կողքեդ ինչ-որ բաներ էլ հիասթափության, թուլանալի, ցերքերը քշացնելի 2020 թվականի կռևը վերիլել է մեր այդ վաղտը մի պահ հələ ես Ստեփանակերտում իլալ այդ մեր այնքան ուզում չում տա հիշին բայց պետք է այդ մեր զոհերի բենի պահավ այդ ծաղիկներն ինչը իլալ է մեր մոտ բիժենալ այդ ծնողներին վեր կարին ինչ վեր մինձև եւ ասма իրանց այդ սփոփանքը ինի хотя бы վերասին ծաղիկ ընկտինում 20 թվից հետո էլ մի ձևի կոտրված վիճակ է իլալ ու հետո վեր մեր մոտ սկսալն արդեն վեր կյանքը շարունակվում է այս կոտրած վիճակից պիտի դուս կյանք մի 2 ամիս ես աշխատալ չում ես կրեցալ չում այդ ծաղիկներն այդ բուկետն են որովհետև այդ սրտը իլալ չի ու հետո վեր հարսանքի պատվեր այլալ մի անգամից իրոքից կյանքը սկսալ է շարունակվել հասկացած որ այդ մարդկանց պետք է իրոքից պետք է որովհետև շատ նիլալ ասելի սոֆապա պեցվի սոֆապա մուգզարանիստա օզածնքիլալ քիզանապեն ու դաժե 20 թվի պատերազմը վեր սկսալա առավոտյան ես այդ օրը 3 հատ հարսանիք պիտի իներ ինձ այդ օրը ապրանք ստացած ինչ սաղ պատրաստ խանութում ու խանութը դիել փակա մնացավ այդ ծաղկե փունջը այդ հարսանքի բուկետը վերիլել անդեղ դիրեց դիել մնացալա կրվից հետո վեր եկանք այդ ծաղկե փունջը դիել թողածում իլա մագազինում դիել չուրացած պահանք հա ամեն իրան եշելով այդ պատմությունը այդ աղջիկը հետո ամուսնացալա քաղաքից քեցալ բայց հիշելիս իրա հարսանիքն ալալ վերը պիտի իներ ու վերը ընդհատվալա կրվի պատճառով Արալանք նորից վերասմա վերականգնվալանք խոց մեծ դժվարությունով հինչ սրտավ հինչ պենավ բայց արալանք գործընկրավ
Հետո արդեն սկսվել է սահմանափակումները, որտեղ 20 թվականից հետո իհարկե մինչև եւ հետո դա տարբերությունը ահռելի ելել, բայց ամեն դեպքում մարդիկ փորձել են էլ իրանց մեջ ուժ գտնին հավատ ոնց տու ամեն ինչ երբենից կարճել իսել վեր իրան գործը շարունակի ու ուղակի ապրե Արցախում շտեղ վեր ինքը երջանիկա բայց արդեն կյամա հենց այդ շրջափակման ժամանակահատվածը վերը իհարկե բոլոր ոլորտներին է գործունեությունը խմբագրալ աստի ասած ու մեծ հարված արել բոլոր ոլորտներին մասնավոր պետական ամեն տեղին բնականաբար դա նաև ծաղկի մատակարարման սրահներին դու քունոտ ոնց արար ինչքանս գրեցալ տեմ կենաս այդ սահմանափակումներին մեծ դժվարություններ ավ բայց գրեցալանք Ղարաբաղել այլալ պարնիկ ինչ վեր խոց քիչ բայց փորձելի սնիլալ մինին ծաղեք հասցնին հետո երկանցիկ չում տվա այդ 2-3 ամեսնա հետո փակվալնք պահա եկալ տանից եմ գործրա Ինչ ուդարել այդ կզետ ինչ հարվածել այլ որտեղ կապվալս էր հունց բա ես այսքան տարի այսքան դժվարություններ ու պիտի մի հատ ինչ վեր թորքի դեր դա կապի հետ բենա հա դա ես ասի մենակ ինձ էդի չի լար այդ հարվածը դա նաև իմ հաճախորդների հետ ելալ վեր հունց սոֆատու գործ չսանում բա հունց կարինք պաստիստի իրոքից մոց հարված այլալ հատե այդ վախտը արդեն այդ թևաթափ լինելու պահանալալ ին վեր դե վсё արդեն համակերպանք մինչև վсё կապվալում դիել Ուսպսելիս լավ էր մի լավ Պիտի լուսանա մունքեն պենինքլա վեր ամեն օր սորա ճանապարհեցվելու էքստրապեցվելու ու այդ ճանապարհը դիել Թեկուզ օրինակ եթե քեզ հնարավորություն է ելել Արցախից դուրս գալու այդ շրջափակման ընթացքում եթե մտքի մի մասը անցկացալ դու մնացալս մինչև Ես մնացալ ուղղակի հետի տազարմանալ ելալ Ես դաժե 17 թվին այդ նույն ես այլ երկրի քաղաքացիություն ունիմ ու սաղ զարմացալն խեյում ես մնամ Արցախում վեր երևի ամենամոտ շանսերից մինը ես ունիմ բայց օգտվում չում դրանա Արցախը Ինչն է քեզ բերես Արցախ Դա իմ տոնս է իմ տղս է իմ հողս է իմ հայրենիքս է իմ ծնողներից գերեզմանն է վերը ես ընդհանրապես եմ հեն քոնիսինում երկենում այդ մտկավ հունց կարիս ծաղեք չտինիս Հիմա մեր այդ տոնը երաբլուրնա տրալ ուղջիս հետի հունցը կա Չէ Արցախը դա Հեչ մտածալ չտուս գելու քայլեր չձեռնարկա Ընդհանրապես Դաժե ես այլ երկրում ապրելուց այն տարին 12 ամիսը ամեն մի պրիչինայում ճարա վերկյամ հասնիմ Արցախ ետերն Մելուզ ասած օշոտ մտքս դիբետում պահալ բիդատոն Շատ լավ Սով եւ մեր սովը հանդիպումը նաեւ օզում եզրափակինք քու այն խոսքերով ինչ վեր կցանկանաս այդ մարդկանց ու վերքս նման երկար դաթարից հետո ստի քեցա այդ ռիսկին եւ փորձում ինչ-որ գործ սկսե իհարկե ունին դժվարություններ դու էլ ունիս նաեւ դու գիտում ես ինչ խնդիրներ ես հաղթարելի հստակ դիրելես քինամաս բայց նաեւ օզում քու այդ մծ ճանապարհ անցկացավ եւ քու այդ մծ փորձավը նաեւ մնացածներին խոսքը տասիս Իմ խոսքս այնն է վեր երբեք թևաթափ լինելու պենչոնինք մոս մունք հենց պենանք թողալ հենց պենի հինչ օրերենք ապրալ հենց օրերի մեջ ավնք անցկացալ վերստա ամենափոքր պենա վեր մունք մոս պիտի հավաքինք վնի կաղնինք ու կյանք շարունակվում է ու մենք այն հավատավ պիտի ինիք վեր մինա Արցախը մունք քյալվնք տա մեր տոննա մի այլ ժամանակ աստեղանք բայց ստեղ մս պիտի հավաքինք գործանինք վեր դեղ քինալիս արդեն պարծանքավ ամեն ձևի վեր մունք կոտրվալ չենք մս վեշ մինը կոտրալ չի Շնորհակալություն Սով, ջնիչելավ քեզ, քու կերպարդ, քու գործիդ նվիրված եւ միշտ ինչ վեր նոր բացահայտում անող կերպարդ քեզ հվատում վեր մեծ հաջողություններ ունենալու եւ բազմաթիվ նպատակների երազանքների իրականացումը ցանկանում։ Շնորհակալություն։ Ապրես, շնորհակալություն։ Այսպեսին էր մեր Սոֆա Մելքումյանը, նաեւ ոգևորող, կյանք տվող եւ բոլորիս այսպես ծաղիկներ ու կյանքը գեղեցկացնող Սոֆաներ։ Բարի առավոտ։